Երբ Աստված եկավ մեր աշխարհ, կարդացեք Ավետարանը Հովհաննեսի առաջի գլուխ 1-18 հատվածները։ Մինչ Աստծո խոսքի գալը մեզ հայտնի չէ, թե երբ է արարվել աշխարհը, այն շատ վաղուց է ստեղծվել, բայց մինչ աշխարհի արարումը, բանը, խոսքը, Քրիստոսը Աստծու մոտ էր։ Աստծուն ոչ ոք չի արարել։ Աստված անսկիզբ է, Աստված իր որդուն չի արարել։ Բանը, ով ի սկզբանե Աստված է, կոչվում է նաև Աստծու որդի։ Աստված է ստեղծել մեզ շրջապատող ամեն ինչ, ամենայն տեսանելին եւ երևույթը Աստծո որդով է ստեղծվել ամեն բան, ամեն ինչ նրանով եղավ։ Հովհաննես առաջի գլուխ 3 խոսք։ Արդ Աստված իր որդուն չի արարել, այլ որդին է արարել ամեն ինչ, որ ստեղծված է։ Բանը կոչվում է նաև լույս, քանզի ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը առ Աստված։ Երբ բանն Աստծո եկավ մեր աշխարհ, ճանապարհ ելնելուց առաջ սովորաբար թագավոր ուղարկում է ծառային, որպեսզի ազդարարի իր գալուստը։ Արդ իր խոսքը աշխարհ առաքելուց առաջ Աստված Հովհաննես Մկրտչին հանձնարարեց նախապատրաստել ժողովրդին։ Առաջի գլուխ 6 խոսք։ Հովհաննեսը չէր ճշմարիտ լույսը, այլ պատմում էր նրա լույսի մասին, կամենալով, որ բոլորը հավատան Քրիստոսին։ Քրիստոսով Աստծո որդով է արարվել աշխարհը, սակայն աշխարհ գալով նա սիրալիր չընդունվեց իր ժողովրդի կողմից։ Իսկ նրանք, ովքեր ընդունեցին նրան, Աստծո զավակներ դարձան։ Վերստին ծնվելու եւ Աստծո զավակ դառնալու համար անհրաժեշտ է ընդունել Քրիստոսին, այսինքն հավատալ նրա անվանը։ Նրանք, ովքեր ընդունեցին նրան, այսինքն հավատացին նրա անվանը, իշխանություն ստացան Աստծո զավակներ լինելու։ Հովհաննես առաջի գլուխ 12 խոսք։ Եթե ձեր հայրը Աստծո զավակ է, դա չի նշանակում, որ դուք նույնպես Աստծո զավակ եք։ Դուք չեք կարող ինքներդ ձեզ Աստծո զավակ դարձնել, ինչպես եւ ոչ մի մարդ չի կարող ձեզ Աստծո զավակ դարձնել։